Բլղուրը ստանում են ցորենի հատիկից, խաշում են, չորացնում են եւ կոտրատում։ Բլղուրը մարդկությանը հայտնի է դեռ մեր թվարկությունից առաջ 4000 թվականից։ Բարև, այսօր առաջարկում եմ միասին խաղանք մթերքով։ Գրեթե նույն բաղադրիչներով միառժամանակ պատրաստելու ենք ապուր եւ աղցան։ Հիմնական բաղադրիչները համարենք տավարի միսը եւ բլղուրը, այնպես որ կարելի է արդեն անվանում մտածել տավարի մսով է բլղուրով ապուր, տավարի մսով է բլղուրով աղցան։ Սկսում ենք տավարի մսից, այն հարկավոր է խաշել։ Գործ ենք դնում կաթսան, տավարի միսը ամբողջական գցում ենք կաթսայի մեջ, վերցրել եմ այսպիսի փափկամիս, հրաշալի գեղեցիկ, վրան լցնում ենք եռացրած ջուր, պետք է ստանանք արգանակ ապուրի համար, իսկ արդեն խաշված միսը կեսը կօգտագործենք աղցանի համար, կեսը ապուրի։ Հենց քափ գոյացավ, կքաշենք եւ կհամեմենք աղով։ Անցնենք երկրորդ կարևոր բաղադրիչին։ Դա բլղուրն է։ Դա իհարկե վերցրել եմ Մառանիկ ընկերության բլղուր, խոշոր բլղուր։ 1 բաժակ խոշոր բլղուրը, լվանում ենք հոսող ջրի տակ, լցնում ենք թափանցիկ թասի մեջ, վրան լցնում ենք 1.5 բաժակ եռացրած ջուր։ Կարծում եմ 1 բաժակը բավական է։ Աստորեն 1 բաժակ բլղուրին ավելացնում ենք 1 բաժակ եռացրած ջուր, ծածկում ենք, թողնում ենք հասունանա։ Տեղադրում ենք տախտակը եւ անցնում առաջ։ Մյուս բաղադրիչը, որը առաջարկեմ, դա սոխն է։ Վերցնում ենք 2 փոքր գլուխ սոխ։ Կտրատում ենք մանր։ Մեկ սոխը տեղադրում ենք թափանցիկ թասի մեջ, մյուսը նույնպես մանր կտրատում ենք եւ տապակում։ Կտապակեմ Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղով, ձիթապտղի եւ արևածաղիկի խառնուրդով։ Հավաքենք մսի քափը,
Եվ համեմում ենք Մարրանիկ ընկերության աղով։ Շատ չէ, մեկ պտղունց։ Ապուրի համար նախատեսված սոխը, որը տապակվում է անմիջապես, համեմում ենք Մարրանիկ ընկերության սոդայով, աղով, աղով համեմում ենք նաև աղցանի համար նախատեսված սոխը և շաքարավազով։ Նույն բանը անում ենք աղցանի համար նախատեսված սոխի հետ։ Համեմում ենք։ Զուգահեռ մշակում ենք նաև աղցանի համար նախատեսված սոխը։ Ինչ ենք անում նրա հետ։ Ավելացնում ենք կես լայմի հյութ, կարելի է գործիքով ավելի լավ կքանվի։ Համեմում ենք նաև Մարրանիկ ընկերության ցիտրոնով, և տրորում ենք։ Թողնում ենք սոխը մարինացվի։ Իսկ սոխեռացին ավելացնում ենք գազար։ Կվերցնեմ 2 գազար։ Սրանք նախատեսված են և ապուրի, և աղցանի համար։ Աղցանի համար գազարը կկտրատեմ թելիկների։ Ամենահամեղ մասերը գիտենք ում ենք տալիս։ Քաղցրություն վերցրունդ ունի վիտամիններ, աղցանի համար նախատեսված գազարի թելիկները լցնում ենք թափանցիկ թասի մեջ, վրան լայմի հյութ ենք լցնում, լայմի հյութ և մի փոքր շաքարավազ։ Սա էլ թող մնա մարինացվի։ Իսկ ապուրի համար նախատեսված մեկ գազարը կտրատում ենք մանր խորանարդիկների։ Սոխը լավ կարմրել եմ և հենց այդ պահին ավելացնում ենք գազարը։ Մյուս բաղադրիչը դա պղպեղն է։ Քաղցր և կծու, սկսենք քաղցրից։ Վերցրել եմ 2 տարբեր գույների քաղցր պղպեղ։ Սրանցից կեսական կօգտագործենք ապուրի համար, կեսական կօգտագործենք աղցանի համար։ Թող կերակուրները գույնս գույն ստացվեն։ Կտրատում ենք քաղցր պղպեղը
մանր խորանարդիկների։ Սրա կեսը պայստավորենք աղցանի համար, այսպես տարբեր գույների, մյուս կեսը ապուրին, նույն կերպ մշակում ենք կծու պղպեղը, այս ծիծակը շատ կծու է, կօգտագործեմ կես ծիծակ, և աղցանի և ապուրի համար, նրանք ովքեր սիրում են շատ կծու կարող են ավելի շատ օգտագործել, նրանք ովքեր չեն սիրում ընդհանրապես, թող ընդհանրապես չօգտագործեն, հեռացնենք սերմերը, և կտրատենք նույն կերպ խորանարդիկների։ Կեսը լցնում ենք տապակի մեջ, մյուս կեսը քաղցր պղպեղի։ Հանում ենք մսակտորը, ամիջապես կարելի է կտրատել, արգանակը թող մնա կաթսայի մեջ, մի կեսը կօգտագործենք ապուրի մեջ, մյուս կեսը աղցանի։ Ապուրի համար նախատեսված կտորը կտրատում ենք մի քիչ ավելի մեծ խորանարդիկների, սա թող մնա սառչի, շատ տաք է, վերադարձնում ենք ետ տապակ, խառնեցի, սա ոչ թե տապակ է, այլ կաթսա, կաթսայի մեջ ավելացնում ենք նաև տապակված բանջարեղենը։ Եվ անմիջապես ավելացնում ենք մառանիկ ընկերության խոշոր բլխուր կես բաժակ։ Նախ կլվանանք, հետո կլցնենք կաթսայի մեջ։ Փաստորեն աղցանի համար վերցրեցինք 1 բաժակ բլխուր, իսկ ապուրի համար կեսը։ Լցնում ենք կաթսայի մեջ, այսպես։ Համտեսենք ապուրը,
Ավելացնում ենք Մարանիկ ընկերության աղ, մոտ 1 թեյ գթալ, աղացած սև պղպեղ, ցիտրոն, վերջ մարմանդ կրակի վրա թող եփվի ապուրը։ Վերադառնանք աղցանին։ Աղցանի միսը կտրատում ենք ավելի մանր։ Այսպիսի կտորների։ Գործ ենք դնում սիրելի ամանը։ Նախ լցնում ենք արդեն հասունացած բլխուրը, միսը, պղպեղը, քաղցր և կծում, այստեղ կարծում եմ ավելի լավ է օգտագործել գթալ։ Մարինացված գազարը, սոխը, ավելացնում ենք թթու կաղամբ։ Այստեղ 400 գրամ թթու կաղամբ եմ, վերցնում ենք սրա կեսը, այսինքն 200 գրամը, 100 գրամը կօգտագործեմ աղցանի մեջ, 100 գրամը ապուրի։ Աղցանի համար կկտրատեմ այսպես ձողիկաձև, չնայած ապուրի համար էլ կօգտագործեմ, կկտրատեմ ձողիկաձև, հարմար է ուտելը, շատ երկար չեն դրանք։ Ամեն դեպքում այսպես անցնենք դանակի շեղբով, ինչպես ասացի, կեսը լցնում ենք աղցանին, մյուս կեսը ապուրին։ Մնաց թարմ կանաչիները։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ սոխ, կանաչ սոխ, այսպես փոքրիկ փունջ, նանա, և մաղադանոց։ Եվ մանր կտրատում ենք։ Մի փոքր լցնում ենք ապուրի մեջ, մնացածը լցնում ենք աղցանի վրա, ապուրը ևս մենք անգամ խառնում ենք և կրակը անջատում, վերջ, տեսնենք ինչ է ստացվել աղցանի հետ։ Համտեսենք, դե իհարկե, ավելացնում ենք աղ, Մարանիկ ընկերության աղացած սև պղպեղ, Սլաբոդա ապրանքանիշի բուսայուղ,
Ձիթապտղի եւ արևածաղկի խառնուրդ։ Մոտ 4 ճաշի գտալ։ Նար շարապ։ Մեկ ճաշի գտալ եւ մեկ բուռ նուռ։ Մեկ բուռ նուռ։ Լավ ստացվեց։ Լավ խառնում ենք։ Եվս մեկ անգամ համ տեսենք։ Դաշալի։ Մատուցում ենք առանձին։ Տավարի մսով եւ բլղուրով ապուր։ Բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխ սոխտապակել, համեմել սոդայով, աղով, շաքարավազով։ Ավելացնել մանր խորանարդիկների կտրատած գազար, մանր խորանարդիկների կտրատած քաղցր պղպեղ, կանաչ կծու պղպեղ։ Տավարի միս խաշել, քափը հավաքել, համեմել աղով։ Հենց խաշվի, կտրատել խորանարդիկների, վերադարձնել կաթսայի մեջ։ Կաթսայի մեջ ավելացնել նաև տապակված բանջարեղենը, բլղուր, համեմել աղով, սև պղպեղով, չորացրած ծիտրոնով, մարմանդ կրակի վրա եփել։ Քիչ անց ավելացնել ձողիկաձև կտրատած թթու կաղամբ, մանր կտրատած կանաչ սոխի, նանայի եւ մաղադանոսի փունջ, խառնել, կրակն անջատել, մատուցել։ Տավարի մսով եւ բլղուրով աղցան։ Բլղուրը եռացրած ջրով թրջել, թողնել հասունանա։ Թասի մեջ լցնել մանր կտրատած գլուխ սոխ, համեմել աղով, լայմի հյութով, չորացրած ծիտրոնով, տրորել, թողնել մարինացվի։ Այլ թասի մեջ լցնել թելիկների կտրատած գազար, ավելացնել լայմի հյութ, շաքարավազ։ Մեկ այլ թասի մեջ լցնել մանր խորանարդիկների կտրատած քաղցր պղպեղ, կանաչ կծու պղպեղ։ Ամանի մեջ լցնել բլղուրը, տավարի խաշած մանր կտրատած միս, քաղցր եւ կծու պղպեղները, գազարը, սոխը, ձողիկաձև կտրատած թթու կաղամբ, մանր կտրատած կանաչ սոխի, նանայի եւ մաղադանոսի փունջ։ Համեմել աղով, սև պղպեղով։ Ավելացնել բուսայուղ, նար շարապ, նռան հատիկներ, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, կարակ, սոխ, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։